Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ մինչ մեր հաջորդ թերևս ամենասիրելի էջին հասնելը մեկ շատ կարևոր հարց Անին։ Անի, երբ ավարտվի մեծ պահքը։ Ինչ ես առաջինը ուտելու։ Ճիշտն ասած, մինչև այսօր ես մտածում եի, որ հենց ավարտվի մեծ պահքը ես ուտելու եմ լոլիկով ծվածեղ, ինչքան էլ որ պրիմիտիվ է հնչում, բայց ամեն դեպքում։ Բայց այս ընթացքում մինչև Սոնա Ռուբենյանը ասում էր ալո, ես իմացա Դոլիվայի բաղադրատոմսը, որի ժամանակ, երբ Անուշը պատրաստել է, ես չեմ եղել այդ օրը եթերում, եւ հասկացա, որ չէ, ամեն դեպքում ես դա առաջինը կփորձեմ։ Պատահական չէ, որ հիշեցինք Դոլիվայի բաղադրատոմսը, որովհետև նախորդ անգամ, երբ Անուշը մեր տաղավարում էր, ֆանտաստիկ բաղադրատոմս են առաջարկել մեզ իր գործընկերոջ հետ միասին եւ հենց հիմա նա մեր տաղավարում է հերթական անգամ խոհանոցային հատվածում։ Բարի լույս Անուշ։ Անուշ, ողջույն եւ հուսամ այսօր այնպեսի բան ես պատրաստելու, որ ես գայթակղությունների չտրվեմ։ Նախապատրաստել եմ, բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ փորձեք դուք, որպեսզի ինքներդ կռահեք, թե ինչ է սա եւ ինչից է պատրաստված, որովհետեւ ընդհանրապես երկու հիմնական բաղադրիչ է։ Այսքան արագ Անուշ։ Այո, դա ձեզ համար հատուկ պատրաստել էի երեք, որպեսզի այսօր նախ համտեսեք, միասին ասենք թե ինչ է պարունակում, հետո նոր սկսենք։ Ես պատրաստեմ։ Դե կռահեցիք թե ինչպես է պատրաստել։ Լսենք երաժշտություն եւ Դե քունջութով խմոր է կարծես թե ստացված։ Կարծես թե խմոր չկա առհասարակ։ Խմոր չէ, բայց քունջութով խմորի այսպես ինչ որ բան է պատրաստված։ Իմ դեպքում ելակի ջեմ է, քո դեպքում շոկոլադ։ Շոկոլադ։ Բայց խմոր իսկապես չկա, այսինքն քունջութ է միայն ամբողջական, չէ՞։ Ուրեմն ասեմ, որ այս թխվածքաբլիթը պատրաստված է ընդամենը բանանից եւ քունջութից։ Եվ համեմունքներ ենք ավելացնելու։ Հիմա ցույց տամ, թե ինչպես պետք է պատրաստենք։ Շատ համեղ է եւ վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներն էլ կհավանեն, բոլորին դուր կգա։ Այնպես որ խորհուրդ կտամ ուշադիր լինեք, որ պատրաստեք։ Շատ արագ պատրաստվող, ամենակարևորը հեշտ եւ շատ օգտակար։ Այսինքն սա արդեն վերջնարդյունքն էր։ Այն ինչ համտեսեցինք։ Այո։ Վերջից սկսեց Անուշը, հասկանալով որ մենք Ես ուզում եի որպեսզի եթերում ենք վերած սկզբից կերակրեց։ Ուզում էի դուք կռահեք, թե ինչից է պատրաստված, քանի որ ընդհանրապես ոչ ալյուր, ոչ շաքարավազ, ոչինչ այստեղ չկա։ Հիմա մեզ պետք է, որպեսզի բանանը մի լավ տրորենք։ Չենք հարում, տրորում ենք։ Ուղղակի տրորում ենք, ավելացնելու ենք քունջութը։ Եվ ուղարկենք ջեռոց, քանի որ մենք ուղիղ եթերում ենք, ես արդեն ջեռոցում պատրաստված կիսա պատրաստ բերել եմ ինձ հետ։ Եվ մենք կսկսենք արդեն միջուկը պատրաստել։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է շոկոլադ, այս դեպքում ելակի ջեմ, որովհետև ելակը գիտեք, որ բանանի հետ շատ սազում է։ Դրա համար ես օգտագործում եմ կոնկրետ այս միջուկները, բայց ով ինչ կցանկանա կարող է ավելացնել։ Անուշ, իսկ այս տարբերակները, որոնք որ մեզ համար արդեն պատրաստի բերել ես, դրանք առավոտյան ես հասցրել պատրաստել։ Երեկոյան եմ պատրաստել, որովհետև առավոտյան շատ շուտ եմ եկել, բայց ասեմ, որ ընդհանրապես մոտավորապես 10 րոպե տևում է խմորը պատրաստել, այսպես ասած, եւ մոտ 15 րոպե, որպեսզի ջեռոցում մնա։ Փորձենք հասկանալ առավոտյան նախաճաշի համար սա հարմար տարբերակ է պատրաստել։ Հարմար տարբերակ է, այո։ Շատ հանգիստ կարելի է պատրաստել իրականում։ Բայց հավանաբար երևի որոշ մասը պետք է երեկոյան նախապես անել։ Ոչ։ Շատ հանգիստ կարելի է, նայեք, արդեն շոկոլադը ես դրել եմ ջրով կաթսայի վրա, որպեսզի հալվի։ Ես այս տարբերակով եմ միշտ շոկոլադը հալեցնում, ինձ այսպես ավելի դուր է գալիս։ Եվ ջեմը պատրաստ է, եթե նույնիսկ կարող ենք կաթնաշոռով որևէ միջուկ պատրաստել, կարող ենք ուղղակի գետնանուշի կարագով ավելացնել շոկոլադին եւ դա քսել, դա արդեն պատրաստ է։ Այստեղ արդեն երևակայության հարցը, ով ինչ կարող է ավելացնել եւ ինչպես կարող է էքսպերիմենտներ իրականացնել խոհանոցում։ Եվ տարբեր ընկույզներով կարող ենք զարդարել։ Ընկույզներն էլ առավոտյան նախաճաշին պարտադիր է որևէ ընկուզեղեն, որևէ սերմ օգտագործել։ Դրա համար ես վերցրել եմ հունական ընկույզ եւ նուշ, որպեսզի մենք այսօր զարդարենք շոկոլադի վրա դնենք։ Անուշ, իսկ բանանն օգտագործում ես ոչ միայն համի համար, այլև որպեսզի այդ ամեն ինչը կապվի իրար, չէ՞, ճիշտ է, այդ խմորային տեքստուրան ստացվի։ Տեքստուրան ստացվում է, նայեք, մենք շատ քունջութ ենք օգտագործել։
Եվ ընդամենը քունջութի ու բանանի համադրությամբ ստանում ենք խմոր։ Եվ դարչինով ու մի փոքր վանելինով մենք պետք է համեմենք պարզապես։ Ահա, եւս երկու կարևոր բաղադրիչ, որոնք որ այսպես չէին հնչում կամ թվում էր թե գոյություն չունեն, բայց կարևոր երևի դեր են խաղում։ Տեսեք, երկու բաժակ ավելացնում ենք քունջութ։ Իսկ մենք գիտենք, որ քունջութը շատ կալցիում է պարունակում եւ անհրաժեշտ է օրը գոնե 2 ճաշի գթալ ուտել քունջութ։ Այս տարբերակը ինձ համար ամենահետաքրքիրն է եւ ամենաարագ, այսպես պատրաստվող ուտեստը, որ կարելի է այսքան շատ քունջութ միանգամից օգտագործել։ Ու նաև պիտի ասենք, որ մարսողության համար եւս շատ օգտակար է, այնպես որ այս համեղ տարբերակով օրվա չափաբաժինը ապահովված կլինի։ Տեսեք, մենք մի փոքր հիմա կավելացնենք դարչին եւ վանիլին։ Մոտ մի կես գթալ։ Եվ վերջ։ Արդեն պետք է ստանալ խմորի ձևը։ Հիմա սա արդեն խառնում ենք մի լավ ու յուղաթղթի վրա պետք է դասավորենք։ Հիմա ցույց կտամ, թե ինչպես պետք է դասավորենք եւ կսկսենք արդեն միջուկը տեղավորել։ Իսկ դուք սիրում եք քունջութ։ Ես որ անկեղծ ասեմ, ցանկացած աղցան կամ որևէ հենց թեկուզ թխված, որի վրա կան քունջութ, թվում է թե փոքրիկ ինչ-որ բան է, չէ՞, ընդամենը սերմեր են, բայց համը միանգամից փոխվում է։ Ես ինքս շատ հազվադեպ եմ իհարկե պատրաստում, բայց երբ պատրաստում եմ, փորձում եմ օգտագործել։ Ընդ որում ես ավելացնում եմ եւ սև եւ սպիտակ քունջութները։ Այո, սևը շատ ավելի օգտակար է։ Ընդհանրապես մթերքի մեջ որքան մուկ, այդքան ավելի օգտակար։ Օրինակ, կաղամբը, եթե կարմիր կաղամբ է, ավելի օգտակար է։ Բրոկոլին մի փոքր ավելի քիչ, կաղամբն ավելի քիչ։ Այնպես որ որքան մուկ, այնքան ավելի, նույնը պղպեղը, կարմիր պղպեղի մեջ ավելի շատ են վիտամինները, քան նարնջագույն եւ դեղին։ Այո։ Ինչ հետաքրքիր, ես չգիտեի դրա մասին։ Բայց փաստորեն պատահական չէ, որ մեր տատիկները օրինակ կարմիր պղպեղով պահածոներ են պատրաստել եւ ոչ թե կանաչով, որը որ եւս շատ հայտնի է ամառային։ Ահա, մենք հիմա ստացանք եւ եւս մեկ հետաքրքիր բան, որ որպեսզի մեզ յուղաթուղթը ենթարկվի, մենք պետք է լավ սեղմենք։ Այսպես։ Ես առաջին անգամ եմ նման բան տեսնում, բայց Անուշ, հենց հիմա պիտի ասեմ, որ այս թուղթը սովորաբար ինձ համար նորից պիտի ասեմ, շատ հազվադեպ եմ խոհանոցում լինում, բայց երբ լինում եմ, սա ամենաբարդ բանն է, որովհետև այն երբեք չի ենթարկվում եւ ջեռոց ուղարկելուց առաջ անհնար է տեղավորել այդ ամենը։ Ընդհանրապես թրջում են հետո են ճզմում, Դավիթ, բայց կարելի ուղղակի այսպես ճզմել եւ նա ենթարկվում է։ Եվ այն չի պատրվում, ոչ մի խնդիր չի առաջանում։ Տեսեք։ Հիմա այսպես ոչ մի խնդիր չի առաջանում, ավելին հեշտանում է գործընթացը։ Ինչքան փոքրիկ գաղտնիքներ կան, գալիս է ամեն անգամ բացահայտումներ անում։ Անուշի կողմից է։ Մեր խոհարարներից այս նկարահանումների ընթացքում շատ եմ սովորել նման փոքրիկ հմտություններ, այնպես որ կկիսվեմ ձեզ հետ։ Եվ հրաշալի օրինակ է, որ կարողանում ես դրանք հետո կիրառել։ Այո, օրինակ լինելով այն կանանց տնտեսուներին, ինչու ոչ աղջիկներին, որ կարող են փորձը իրականացնել, հաջողված փորձ։ Ես ավելի ոգևորված եմ այս հնարավորությամբ։ Ես նկատում եմ, աչքերդ փայլում են։ Որովհետև ես շատ երկար, այսպես մենամարտի մեջ եմ եղել այս թղթի հետ խոհանոցում չկարողանալով հարթեցնել այն, բայց փաստորեն Տեսա, հաջորդ անգամ այդպես կպատրաստես։ Մի հատ էլ կհիշացնես այն Բաղադրատ Տոմսյանունը։ Դոլիվա։ Դոլիվան Ես հաջորդ անգամ կփորձեմ ինքս պատրաստել, բերել, որպեսզի դու փորձես։ Ես առհասարակ խոսք եմ տվել նախորդ եթերի ընթացքում, որ ինքս որևէ Բաղադրատոմս կառաջարկեմ, խոհանոցում ես կլինեմ, ոչ այն Բաղադրատոմսերը, որոնք անին էր մեզ առաջարկել, ֆանտաստիկ իհարկե Բաղադրատոմսեր էին, հուսով եմ հիշում եք սիրելի հեռուստադիտողներ։ Հուսամ չես հեգնում, երբ որ ասում ես ֆանտաստիկ։ Իհարկե ոչ։ Բայց ասացի ոչ այն Բաղադրատոմսերը, որոնք որ անին էր առաջարկել։ Ավելի շատ բաղադրիչներով տարբերակ ես կառաջարկել։ Հա, հասկացա, ավելի պարզ բաներ, չէ, ավելի բարդ։ Ավելի բարդ։ Դոլիվան էլ հեշտ Բաղադրատոմս էր, այնպես որ կարող ես հանգիստ պատրաստել։ Հավատա իմ անանասի պահածոն եւ քամած մածունը ամենապարզն։ Ինչ ես մոռանում չորահացի եւ մուրաբայի մասին։ Դա չորահաց ջեմ։
Մկային ջեմ, հրաշալի համադրություն։ Բայց ինչու ոչ, եթե չորահացը իր մեջ ածխաջրերը պարունակում եւ սպիտակույցներ եւ ջեմը իր հերթին վիտամիններ, ինչու ոչ։ Շատ արագ, հարմար։ Համաձայն չես Անուշ։ Համաձայն եմ, այո։ Անուշը չի փորձել, այ որ փորձեր առավելևս համաձայն։ Լավ է որ միացել ես մեզ, թե չէ Դավիթին ուղիղ եթերում շատ դժվար է հակաճառելը կամ ինչ որ բան համոզելը։ Մենք միասին կփորձենք համոզել։ Տեսեք, այստեղ գնդիկներ ենք պատրաստում եւ մեջտեղում մի փոքրիկ փոսիկ ենք անում, որպեսզի ինչպես ձեզ մոտ տեսնում եք, միջուկը տեղավորելու համար, որպեսզի չթափվի կողքից։ Գիտես, ես այս ընթացքում ուշադիր նայում եմ, որ Անուշը ձեռնոց չի հագել ու ուզում եմ հասկանալ, լավ ինչպես է այդ թխուկի ձևը ստանալու առանց ձեռնոցների կամ որ պահից է ձեռնոցները միանալու նրան, բայց պարզվում է դրանք ընդհանրապես պետք չեն, որովհետեւ կարելի է գտալներով գտալով Սա եւս փոքրիկ գաղտնիք էր։ Ֆիքսեցի, հասցրեցի ֆիքսել։ Շատ հեշտությամբ է ստացվում, Անի։ Կարող ես գալ փորձել, եթե կուզես։ Հա։ Ես կմիանամ քեզ, որովհետեւ էլ Դավիթի կողքը նստել հնարավոր չէ Անուշ։ Մի փոքր բացում ենք եւ այսպես փոսիկ ենք անում։ Ահա, սրանով ենք փոսիկ անում, լավ։ Մի րոպե։ Հիմա դու փորձիր։ Ուզում եմ չափաբաժինը հասկանալ ինչքան է պետք։ Այդպես մի լավ գտալ։ Սա լավ է, թե քիչ է։ Լավ է։ Պետք է որ իրան այսպես։ Շատ լավ արեցիր այդպես սեղմելով։ Հիմա տեղավորես միանգամից ինձ մոտ ստացվում։ Միանգամից։ Տեղափոխում ենք այստեղ, հետո սա պետք է այսպես անել, թե։ Այո, որպեսզի մի քիչ այսպես կողքերից այսպես անենք եւ հետո սեղմենք։ Նոր արդեն մյուս գտալով շատ պետք չէ, որովհետեւ սրանով որպեսզի դրանով փոսիկ պետք է առաջացնենք։ Արդեն ինքը բացվում է։ Մի քիչ ավելի համարձակ, ահա, չի քանդվի։ Համարձակությունը եւ ես, դիտեք։ Շատ լավ։ Դե ստացվում է, Անի։ Ստացվել։ Ուզում ես դու էլ փորձես, Դավիթ։ Ինձ մոտ երևի չի ստացվի, գիտես, ես ավելի Չէ, դու ավելի լավ է փորձես թուղթը ճմրթել։ Եթե ստացվի, նոր դրանից հետո կանցնես հաջորդ քայլը սրան։ Տեսնես որքան հեշտ է Անուշ ջան, չես իմանա։ Եվ այսպես պատրաստում ենք, Անի, ու ուղարկում ենք ջեռոց մոտավորապես 15 րոպե։ Շոկոլադը։ Դու զգացիր, որ քունջութի բոված համը որքան հաճելի է։ Այո։ Առհասարակ ես լսել եմ, որ քունջութը նույնիսկ եթե չենք թխում այս տարբերակով, այլ օգտագործում ենք, ցանկալի է բովել մի փոքր։ Նրա օգտակարությունը այդ ժամանակ ավելի հագեցած է։ Եվ բույնն է ավելի բացվում։ Եվ այսպես ուղարկում ենք ջեռոց։ Հիմա մենք սա կդնենք մի կողմ։ Եվ կբերենք արդեն ջեռոցի դրվածը։ Արդեն ջեռոցի պատրաստի տարբերակ կբերենք։ Ուժի շնորհիվ 1 վայրկյանում ամեն ինչ պատրաստ է։ Ահա։ Երևի թե պետք է տեղավորենք այստեղ։ Այո, այսպիսի թխվածքաբլիթներ են ստացվում եւ շատ գեղեցիկ ու համեղ։ Հիմա դու ուզում ես ջեմով պատրաստի, իսկ ես գնամ շատ լավ։ Ես ամեն դեպքում 2 հատ ջեմով պատրաստել։ Ձեռնոց կվերցնեմ։ Դե քանի որ մենք այստեղ մսի հետ գործ չունենք, ինչ որ ոչ ձեռքով չարեցինք, հա, ինչ որ Ես վստահ եմ, որ դու խոհանոց գալուց առաջ մի լավ լվացվել ես, բայց ես արդեն ժամ եւ ավելի եթերում եմ, ժամ եւ կես։ Եթերում եմ մի ֆրանսիացի խոհարար Երբ գնացինք նկարահանումների, ասաց դուք հանկարծ ինձ չխնդրեք ձեռնոց հագնել, որովհետև ես պետք է բանջարեղենի, մթերքի այդ ամեն ինչը ես պետք է զգամ իմ ձեռքերով։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր համեղ պատրաստող տնային տնտեսուհի մայրիկ տատիկ եւ մենք այդ թվում տանը որևէ բան պատրաստելիս ձեռնոց չենք օգտագործում եւ դա շատ բնական է, դրա համար կարելի է պարզապես լվացվել։ Միայն միսը, երբ որ միսը օգտագործում ենք պարտադիր։ Նայեք, հիմա մենք կարող ենք սրա վրա ավելացնել օրինակ նուշ։ Այսպես։ Ահա, շոկոլադը եւ նուշը իսկապես լավ համադրություն է։ Իսկ ելակի վրա ինչը կարելի է։ Ելակի վրա կարելի է մի քանի հատ ավելացնել, բայց ինչու ոչ, կարող ենք մեկ ընկույզ դնել օրինակ։ Ինչպես կցանկանաս։ Եվ դու կարող ես շարունակել զարդարել, իսկ ես եւս մեկ շոկոլադ ավելացնեմ։ Ես դառը շոկոլադ եմ միացած ես Դավիթ։ Ես հետևում եմ այստեղից, սպասում եմ, որ վերջնական արդյունքը բերես, փորձենք միասին։ Դու ունես արդեն այդտեղ վերջնական։ Բայց այդտեղ ընդեղենով տարբերակ ես պատրաստում, ես կարծում եմ դա էլ հետաքրքիր կլինի, հիմա անհամբեր արդեն դրան եմ սպասում։ Հասկացա, եւ շոկոլադը դեռ սառած չէ այս տարբերակում, այն տաք է։ Ասեմ, որ նույնիսկ ստառնարանում դնել պետք չէ, անի, եւ ընդամենը մի քանի րոպեում 15-20 րոպե հետո արդեն սառում է եւ պատրաստ է։ Այս մեկի համար տեղ մնաց Անուշ, թե այո, այո, պարզապես կգտնենք կտանեմ։ Պարզապես ես այս նուշը շարունակեմ զարդարել։
Անի, խնդրում եմ ինձ համար են մեկ տարբերակ պատրաստես, այսպես շոկոլադը եւ ջեմը միասին կարող ես։ Այսինքն։ Դե խառնես, մի փոքր շոկոլադ եւ մի փոքր ջեմ։ Հիմա ուզում հասկանամ սա դատարկ է։ Չէ, վրայից ավելացրա, վրայից, այսպես կարող ես շոկոլադ Եվ ավելացնել։ վրայից ավելացնեմ շոկոլադ։ Եվ ընդեղ են։ Դու բավական քաղցած ես, ոնց հասկանում եմ, եւ ջեմը, եւ շոկոլադը, եւ ընդեղենը։ Իսկ նուշ թե ընկույզ։ Երկուսն էլ։ Ես սա հատուկ քեզ համար։ Ահա։ Շատ գեղեցիկ է Եվ այս ստացվել, մեկն էլ կարող իսկապես։ ենք։ Դու տեսնում ես այդտեղից։ Այո, ես հիմա տեսնում եմ վերևից, մեր ռեժիսորի շնորհիվ, շատ գեղեցիկ տեսք ունի։ Վերջ։ Եվ վերջ։ Շնորհակալություն Անուշ, այս եւ օգտակար, եւ արագ, եւ համեղ, եւ գեղեցիկ ուտեստ չէ, այս դեպքում կարելի ասել շատ հանգիստ կարող է լինել նախաճաշ, որովհետեւ ընդհանրապես քունջուտ եւ բանան է անի։ Ու բացարձակ ոչ մի վնասակար բան չկա, բանանը եւ քունջուտը նախաճաշի համար շատ հանգիստ կարելի է օգտագործել։ Պարզապես շոկոլադի փոխարեն դուք կարող եք արդեն ինչ որ կցանկանաք ինքներդ օգտագործել։ Կարող ենք նշել նաեւ, որ եթե ոչ նախաճաշ, ապա քաղցրեղենի այլընտրանք է հյուրերի համար, դարձյալ արագ, օգտակար եւ զարմացնող, վստահ եմ հյուրերին կզարմացնի նման քաղցրեղենի տարբերակը։ Դեն շնորհակալություն քեզ Անուշ։ Խնդրեմ սիրով Դավիթ, քեզ նույնպես շնորհակալություն։ Ես իհարկե անմիջական մասնակիցն էի այս ամբողջ գործընթացի եւ որ ամենակարևորն է, հիմա ես վերջում իհարկե կփորձեմ տեսնեմ թե ինչպես ստացվեց, ինչ ստացվեց, վստահ եմ որ շատ համեղ է, որովհետեւ այս տարբերակը եւս շատ համեղ է։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Անուշ, շնորհակալություն Անի։ Շնորհակալություն առաջարկում եմ քեզ միանաս մեզ գաս քո համեղ նախաճաշի ետևից, մինչև մենք սիրելի հեռուստադիտողներ կվայելենք երաժշտություն։ Արի։